Ընկերներ ողջույն, սահմանը անցնում են քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Վոլոդիա Հակոբյանի հետ։ Ողջույն, պարոն Հակոբյան, շնորհակալություն։ Ողջույն Ժիրայր, ես եմ շնորհակալ։ Խոսենք Գյումրի իրադարձություններից, հայտնի ձայնագրություններ, տեսանյութեր, օպերատիվ նկարահանումներ, կաշառք տալ, ստանալ եւ այլն, մեղադրանքներով Գյումրու համայնքապետարանի 8 աշխատակից է ձերբակալվում, այդ թվում Վարդան Ղուկասյանը, որը շատ տարբեր առիթներով պարբերաբար ակնարկում էր նաև, որ իր ետևից այսպես ասած գալու էր, հա։ Ես հիշում եմ մի տեսանյութ կար նաև, որտեղ իր աշխատասենյակում ասում էր, որ այստեղ ժուչոկներ կան եւ այլն բարևներ էր ուղարկում, այսինքն նշում էր մարդը, որ կոպիտ ասած իր պոչին նստած են եւ այսօրվա գործողություններից հետո մեկնաբանությունները հակառակ թևի, այսինքն այն մարդկանց, ովքեր սատարում են Վարդան Ղուկասյանին, ընդգծված տարբեր են, այսինքն իրավական process-ի հետ որևէ կապ չունեն։ Հայաստան դաշինքը քաղաքացիական պայմանագրին մեղադրում է, որ դուրս է եկել ժողովրդի դեմ պայքարի եւ այդ պայքարում պարտվելու է։ Մեր ձևով ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը արդեն շատ շուտով վերածվելու է բռնապետության։ Տարբեր նրանց հարող շրջանակներ ասում են, որ սա պարզապես քաղաքական հաշվեհարդար, քաղաքական հետապնդում է, ընտրություններից առաջ ձերբազատվում եք քաղաքական հակառակորդներից։ Դե Ժիրայր, աննախադեպ բռնաճնշում է, 37 թիվն է, չեն թողնում մարդկանց արխային հանգիստ կաշառք վերցնել, կաշառք տալ, ապօրինի շինությունները կաշառքով օրինականացնել եւ այլն եւ այդպես շարունակ։ Այսինքն ինչ է նշանակում ձայնագրությունները արկա են, այդ մարդիկ գոնե սպասեն փորձաքննությունների, որ տեղ ունենան ասելու, որ գիտեք, ահա տեսեք, ապացուցվեց, որ ենթադրենք ձայնագրությունները կեղծված էին։ Ասենք քննչականը գաղտնասումները հրապարակել ու այդ մարդիկ այդքանից հետո դուրս են գալիս, ասում են, բանը բռնաճնշումը, ի՞նչն է բռնաճնշումը։ Այսինքն կաշառք տալու հոդվածով գնալ մարդուն ձերբակալելը բռնաճնշում, այսինքն պետք է ինչա ընդդիմադիր քաղաքական գործիչ կամ ընդդիմադիր քաղաքապետը պետք է ինչ ուզի անի, ինչա թե քաղաքական երանգ չտա, հա, ընդդիմությունը, այ քեզ դա ընդդիմությունը։ Այսինքն ես զարմանում եմ, գիտեք, ընդդիմադիր ես խորհրդարանական ընդդիմության հատկապես տրամաբանության վրա փոխանակ իրենք գոնե փորձեն հնարավորինս Վարդան Ղուկասյանից հեռու մնալ, փորձել չասոցացվել, գոնե չափազուցել մեր ընդդումները, որ Վարդանը իրենք են բերել, իրենք են դարձել քաղաքապետ, որ ցույց տան, որ այդ մարդիկ այդ կապ չունեն այդ կաշառքի հետ, դնում ասոցացվում են այդ մարդիկ։ Ասենք ինչքան կարելի ապա քաղաքական, ապա տրամաբանական, ասենք ես ուղղակի զարմանում եմ։ Ընդ որում, եթե ուշադրություն դարձեցիք, այո, Վարդան Ղուկասյան հավանաբար գիտեր, որ միգուցե իրան գաղտնալուծում են, որ քրական գործերով են անցնում, դատարանում գործ կա, բացի այս գործը, ու դրա համար իր այդ աշխատասենյակում այդ մասին խոսակցությունների ժամանակ միշտ երաժշտություններ միացնում, տենց երբ կինոներից էր սովորել, որ տենց կարելի է երաժշտություն միացնել, որ իր ձայնը լավ չլսվի կամ չլսվի եւ այլն։ Ասենք ինչի մասն է խոսքը, էլի հիմա էլ civic-ի պատվալում չի էլի այդ ձայնագրությունը, ապա ասեն մենք չենք հավատում, որ բանա իշխանական մամուլում է տալացել, ում սուտ կլինի։ Կամ կա չէ Բագրատ Գալստանյանի այդ ձայնագրությունները, որ ասում էին կեղծիք է, սկզբից ասում էին կեղծված, հետո ասում էին AI, հետո ասում էին մոնտաժված է, հետո ասում էին բանը չէ, դավաճանների մասին է, բան ինչ ասես հորինեցին, վերջում է հիմա ձայնագրությունները իրենց մոտ արկային ամբողջականը մի կտոր են ընդամենը հրապարակել, այն էլ ավելի վատթարացրել իրենց վիճակը, իրենց արգումենտները։ Մեզ նայողները կարող են չէ գնահատել այդ ձայնագրությունների ողջամիտ են թե ողջամիտ չեն։ Ասենք ինչքան են դիմություն ասի, որ դա բանը չենք հավատում, չգիտեմ, ինչ ասես կարող հորինալ AI-ի վրա ակցեն լավ այդ AI-ը հորինվեց, ասենք բայց մարդիկ նայողները գիտեն չէ որ Դե տեղակալներից մեկը ասում է, որ կարելի է կեղծել նրա ձայնը եւ հավանաբար այդպես է սարքել եք գլխին։ Մյուսներն լավ փորձակնություն է եղավ քնչականի, հա, քնչականի փորձակնություն է եղավ, այդ վաղ ինչ ասել։ Հետո է գնաց դատարան, իր փաստաբանները կարողացան հրապարակել ամբողջական լիակատար ձայնը, այդ ժամանակ ինչ են ասել։ Ասենք 2 ամիս, մի ամիս, քանի ամիս, 3 ամիսա չէ՞ տևում մաքսիմում այդ փորձակնությունը։ Այդքան ժամանակ հետո ինչ են ասել։ Ոնց են այս մարդկանց աչքերում, կամ ասում են քաղաքական հետապնդում է։ Ասում Ժորժ ջան, ինչ անենք, թողնենք ինչ ուզի անի, ով ինչ ուզի անի երկրում, ինչա թե բանը քաղաքականացնար դուք չտակ։ Այնտեղ անկողմնակալ մասսայի կա, չէ՞ մի հատ բան ասում։ Բա ինչու նախկինում չէին ձերբակալում բան, դարձավ քաղաքապետ նոր ձերբակալեցին։ Այս է բազակ գործ է։ Գնացա չգնացա նորից 5 օրին անց է։
տրիվիալ կաշառք։ Հասկանում եք այդ մարդու մակարդակը։ Ասում եք գնա բան, հասա ինչքան բրեդլիստում քանդելը դրա կեսը դու բրծի խոսքի։ Այդ մասշտաբի գող։ Լավ, ձեր ասացի տրամաբանությամբ եթե առաջնորդենք, դուք բացատրություն ունեք ինչու է այդպես։ Մարդիկ կաշառակի թալանչի այդ մարդը ինչ գալու է իր այդ 400,000 դրամաշտաբարձով քաղաքապետ աշխատել դրա համար է եկել։ Դրա համար է քանը տաբակարիվը։ Ձերքը սովոր է այդ մարդկանց աշխատելու մեխանիզմը, մեթոդը, ընդհանրապես իմաստը կաշառակերությունը թալանը յուրացում է դա հիմա նորությունը այդ ապօրինի գույքի վերադարձը որ ինչի մասին է բա այդ ոնց է այդ ապօրինի գույքը գոյացել բա Էլիսենց կաշառքով չգիտեմ հախով մաղարիչով յումեցու ասած հիմա ասում են բան ամեղության կանխաբարկած է Ժորժ ամեղության կանխաբարկածը դուք քիչ եք ոչ մի դեպքում պահում հենց որ հերթը ասում է իշխանությանը ինչ պիտակ ասեմ բախտանասամները բաց հայան ծրեր դեմը դրած հիմա մենք էշտեղ դնենք մեզ դες փասան տատարանի վեճեր ունի բան 2 տարուց հետո տակ բան վերակնիչ հետո մի 5 տարի տակ վեճերաբեք հետո մի այդ բան հետո կարողանանք մենք ասենք որ գողա Մեկնաբանությունները նույնական թե ես նշեցի ունեք Հայաստան Դաշինքի մեր ձևովի կոմունիստական կուսակցության բոլորը մեղադրում են դիկտատուրայի եւ բռնապետության մեջ, հա, իշխանությանը։ Այդ բոլորի ծնունդն է Վարդանիկը այդ բոլորի աշխարհանկալումը աշխարհ հայացքը ասեմ այդ մարդկանց փիլիսոփայությունն ասեմ այդ մարդկանց գաղափարախոսության ծնունդն է Վարդան Ղուկասյանը ինքը մարմնավորում է այդ ուժերին պետք է պաշտպանել պետք է տենց ասեմ որովհետեւ մի բարի պատուղներ իրանք չեն Ինչ գիտեք որ իրանք իշխանություն վերցրեցին ինչով են զբաղվելու այդ նույն բանով ասեն ակնհայտ չի մենք չենք տեսել ինչով են զբաղվել ժամանակին հիմա մենք էլի մեզ էշի տեղ տնենք որպես բան չի եղել ինչա թե վճիռներ չկա հա ասենք ժողովուրդը գիտի չի ինչա կատարվել է սքանի տարիներին դու պատկերացնում եք ինքը ընդդիմադիր քաղաքապետ լինելով իմանալով որ ինքը ոստիկանությունը հիմա այն ժամանակ պես չէ որ վերցնես մի մասը տաս վերև մի մաս ասենք դու հասկանում եք այս իրավիճակում որ ինքը պատրաստ է ուտենց գնում է այդ ռիսկին սովորական կաշառքա վերցնում իրակաբանությունը ստաս քննարկում կաշառակերության հարց դու պատկերացնում եք այս մարդկանց իշխանություն տաս ամբողջական իշխանություն տաս ինչ կանեն դրա համար երկու այսօրն անգել այս 7 տարի մենք համայնքներում գործ ենք անում գյուղական համայնքներում հենց նոր մեկ ասֆալտ են կարողացան որովհետև ամեն գյուղում մի խնդիր կա մեկի ասֆալտը մեկի ջրագիծը մեկի չգիտեմ հոսանքը լույսը գազը ջուրը որովհետև 30 տարի ոչինչ չի արվել Հիմա մեզ ասում են այդ մի ասֆալտ կարելի կարի անցել եկել, բայց որովհետև 30 տարի դուք ասֆալտ անեք, մենք կգայինք գազը կանենք, ջուրը կանենք։ Չէ, հիմա կենցաղային խոսնակցության մեջ դե բայց դա տենց է ժողովուրդ։ Իսկ 7 տարվա մեջ մենք չենք կարող ամեն մի համայնքում մի քանի համայնք կա Հայաստանում։ Հարյուրավոր չէ։ Խոշորացվածներ խոշորացված չափ։ Հիմա ամեն համայնքում կարողացանք մի գործ անել, երկու գործ անել, մաքսիմում 3 գործ անել, բայց Դրա համար որովհետև այսպես ժառանգություն ենք ստացել, որովհետև այդ մարդիկ իրանց բուն պարտականությունների թողած թալանով են զբաղվել։ Որովհետև հələ մտեք մի հատ ցանկացած գյուղ Սերժի բախտում շատ դներ եք էլի, հիմա էլի ասում են նախկիները, բայց հիմա դա է։ Մտնեք Սերժի ժամանակով մի հատ գյուղ, տեսեք այդ աղետալի վիճակ է գյուղում, ոչ մի ենթակառուցված բան չկա, մանկապարտեզ դպրոց ոչինչ չկա, տրանսպորտի աշխատում ոչինչ չի աշխատում, բայց գյուղապետերի տներն են, այդ գյուղապետի ունեցվածքներն են, դոլարի միլիոնատերի գյուղապետեր ունեն։ Իսկ ինչի մասն է, դա պահած բան է, նորություն է։ Այսօր նաև այդ շրջանակներին հարող կամ նրանց սատարող մամուլը հիշել էր եւ այսպես ներկայացնում էր այսպես ասենք վիճակագրություն թե ինչ ձև է քաղաքացիական պայմանագիրը հաշվի հարդար տեսել ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ, որոնք այս կամ այն փուլում հաղթել են թիմ ընտրություններում, հա, ամենաթարմ դեպքը նույնից հիշել են Մերձավանը, նրա սպանության մեջ մեղադրելով էլ իշխանությանը, եւ այնտեղ էլ ինչ որ համայնքներ էին գրում, որ հերթը նաեւ կարող է նրանցը լինել, ընդհանուր ես տեսա ինչ որ դիտարկումներ էին անում, որ այս ամենից ելնելով օրինակ նույն Գորիսի քաղաքապետը քաղաքական հայտարարությունների կամ դիրքորոշումների մասով իրեն բավականին զուսպ է, էլի պահում մարդը գիտի ինչ կարող է իր հետ լինել։ Կներեք, այդ Միրզաբանի դեպքը օրինակ բերել է, դա ուղղակի սրիկայության գագաթնակետն է, ասենք
չգիտեմ, երկու ընտանիքների միջև կամ չգիտեմ, նախկին թեթևարին եղած սպանության հետ փոխկապակցված նոր սպանությունը եւ այլն եւ այլն կապել։ Այսինքն այս երկու շատ կներ եկել լոգիկա կողմից, չէ՞։ Այս երկում էլ իշխանությունը ավելի տենց լուրջ հակառակորդ ունի, դիմերձավանի քաղաքապետ սպաներ։ Իսկ տրամաբանությունը այլ կամ էլ քաղաքական հակառակորդ չուներ բանտարկելու, պետք է գնար բանը, չգիտեմ, մանումներ համայնքների ղեկավարներին կալանավորել։ Կալանավորել այտենց որ քաղաքական բանով կալանավորել լինի, քոչան սեջցի լավ կալանավոր տանենք հագենք, եթե այտենց հրահանգով լինի։ Ախր մարդիկ փորձում են մարդկանց լոգիկան տրամաբանություն ծաղրել, էլի վիրավորում են մարդկանց։ Ումիկե տրիվիալ այս մարդ ժողովուրդ այդքանը բան չէ, էլի քաղաքականապես անկրագետ չի։ Չհասկացաք 2021 թվականից այս դաս չեղավ, որ այս մարդիկ լավ են հասկանում են ինչա կատարվում։ Ինչքան դուք այս մարդկանց մասին վատ կարծիք ունեք, մարդիկ շատ քաղաքականապես գրագետ են հասկանում ինչա կատարվում։ Ոչ կարող է քաղաքական իշխանությունը բռնի մի փոքր թողի կամ փոքր համայնքի բան կալանավորի, ինչա քաղաքական հետապնդումների հետ։ Հիմա կամ որ ասում են հաջորդը Պողոսի հերթն է։ Որտեղ գիտեմ որ հաջորդ կրիմինալը ու չգիտեմ հաջորդ թալանչի Պողոսն է։ Իրանց շարքի նինոմա մարդուց եկել։ Եկեղեցիներից մեկի ավելի ճիշտ Գյումրիում զանգերներ կանչում, ինչ առիթով էս ձերբակալության։ Դե ես էլ կադրերը տեսա, կտրած ու ընդդիմադիր մամուլը վերնագրել էր, որ անդադար հնչում են եկեղեցու զանգերը, ղողանջիները Վարդան Ղուկասյանին, հա, ըստ էության Վարդան Ղուկասյանի սատարելու համար, եթե դա այդպես էր, եթե այդ զանգերը իրոք անդադար էին, որովհետև Գյումրիում ժամը 1 եկեղեցու զանգերը ղողանջում են։ Ու եթե բայց անդադար տեն զանգեր են հնչեցրել, ուտեղ խայտարակություն է, կտրիչ Ներսիսյանը եւս անցել է Վարդանիկի պաշտպանությանը, գնանք ես պաշտպանում։ Որ պոտենցիալ քրեական կորսն է քո ուսերին դրված, որ մարդկանց հրահանգավորում ես էլիաս ձայնագրությունների գնալ ընդդիմադիր ցույցերին Նիկոլի դեմ ծառայեցնելով քո ծառայական լիազորությունները չարաշահելով։ Հետո պարզվում է 2 ամիս հետո այդ հոգեբորականը բանը կարգալույց արվել այդ ձայնագրության միջի հոգեբորականով հրաժարվել էր իր մորը, որը որդեգորույսը տանել Նիկոլի դեմ հանրահավաքի։ Այդ խայտարակություն ավակի։ Ուրեմն չգիտեմ, ասենք տրամաբանություն պետք է լինի, փոխանակ հնարավորինս դիստանցավորվեն Վարդան Ղուկասյանի դեպքից գոնե, ակնհայտ բան է, չէ՞։ Եթե ուրիշ բան կա, այն այդպես անուղղակի ապացույցներով, ինչ որ նախկին քրեական գործով, որ ասենք, բա ինչու հիմա, չգիտեմ ինչ, էլի կային քաղաքականացնի, ասենք, ջանդամ լավ ծերներ ենք էլա, քաղաքականացնի։ Ասենք, ոչ կարելի է այս դեպքը, որ ակնհայտ ձայնագրությունները կան, նոր դեպք կա, իա ձայնն է, 2 ամիս հետո փորձակնությունները կլինի, կհամոզվենք, հիմա ո՞նց կարելի է գնալ, այդքան ապակողական տգետ լինի գնալ, ասենք, բան, Վարդան Ղուկասյանի ասում։ Դուք ինչ հույսով եք, ինչ եք ուզում։ Ու մի հատ Գյումրի բան են արել, չէ՞։ Գյումրիի սցենարը Ռոբերտ Քոչարյանը ասում է տալիս, որ Գյումրիի սցենարը կրկնեն տենց համապետական մակարդակով բան։ Ես խայտարակ գիտեմ, որ դուք Գյումրի սցենարը կրկնեն։ Ուզում եք գաք իշխանություն, ոնց կա շատ կոռուպցիա, հովանավորչություն, թալան, երկրի պետականության հանձնում, գիտենք։ Խի Վարդան Ղուկասյանից լավն եք դուք։ Բնեն մարդը կոնե ինչ մտածում ասում անկեղծ։ Դուք մարդկանց խաբելով, մանիպուլացնելով, ես ոնց, ասենք, մենք գիտենք, որ դուք Գյումրու սցենարն եք, մի հատ այդպես էտալոն էին սարքել, էլի։ Հա, Գյումրու սցենարը եկնել եք ուզում, գաք Վարդանիկի օրինակով շարունակեք ձեր 20-ամյա, եթե ոչ ավել, 30-ամյա թալանը շարունակեք։ Վոլոդիա, դուք Գյումրիից եք ու օրվա ընթացքում նաև տեղեկություններ հրապարակվեց Գյումրու ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամների կողմից, որ տարբեր ուսումնադաստիարակչական հաստատություններ փակվել են, մարդկանց հորդորում են գնալ քաղաքապետարանի մոտ, աջակցություն Վարդան Ղուկասյանի ու նման բաներ, կրթության նախարարությունը հայտարարություն տարածեց այդ մասով, հետո ասացին, որ քննչական կոմիտե հաղորդում են ներկայացրել, ածանցվում ենք այդ կրիմինալ վարք ու բարքի տրամաբանության տեսանկյունից կամ ազդեցությունների տրամաբանության տեսանկյունից Գյումրիում ինչու է ավելի դժվար
այդ հարցերը լուծել, հա։ Այսինքն վերջնականապես այն արմատախիլ անել։ Սա զուտ պայմանավորված է օրինակ էլի այս անձանց կողմից տեղական մակարդակում իշխանություն վերցնելու հնարավորության հետ։ Այսինքն նրանց իշխանության գալը հնարավորություն է տվել նաև այս արատավոր երևույթների, այսպես ասենք, ազատորեն կիրառմանը, հա, նորից գործարկման, ուզում եմ հասկանամ ինչն է, կա այդպիսի Սենց ասած, տեսեք, կարող է ճնշվել ինչ-որ մի բան, բայց հարմար առիթում այն դուրս գա անկախ ամեն ինչից։ Ուզում եմ հասկանամ դա շատ բնորոշ տիպիկ իրավիճակ է կոնկրետ տեղին, հատուկ, թե պայմանավորված էլ է Ես կարծում եմ դա բնորոշ տիպիկ է յուրաքանչյուր համայնքի, որը ավելի շատ փոքր է, էլի։ Ճիշտ է, Գյումրի երկրորդ համայնքն է Հայաստանի, բայց ինքը էլի փոքր համայնք է, բոլորը բոլորից չէ, բայց այդ մասշտաբի մարդիկ իրար ճանաչում են, իրար հետ շփվում են, հարաբերություններ ունեն, միտեղ հանդիպում են, փոքր քաղաքի, այսինքն փոքր քաղաքների բնորոշ է։ Մարդիկ վախենում են, հիմա դուրս եկեք Գյումրի փողոցներ հարթում իրականացնեք, ուրիշ պատկեր կստանաք, բայց եթե քվեարկություն լինի, լրիվ ուրիշ պատկեր կստանաք, երբ որ մարդիկ մենակ են մնում իրենց հետ։ Դա տիպային է բոլոր տեղերում։ Չի օրինակ Բորիսում տենց չի, Բորիսում ոնց Արուշանն նորից ընտրվում քաղաքապետ։ Ես կարծում եմ դա եւս ազդեցություն ունի։ Ինչքան որ գոլիներ իր աշխատանքից, բայց մարդիկ հասկանում են, չէ՞ որ այդ աշխատանքի իրականացումը կառավարության ջանքերով։ Գիտեն չէ՞ որ 2018-ից առաջ ու հետո այդ նույն քաղաքապետերի աշխատանքը լիակատար ձևով փոխվել է դեպի դրականը։ Այդ որտեղից է փոխվել։ Նույնը Կապանում, նույնը չգիտեմ այնտեղ է որտեղ եղել են, հա, այդ կլաններ ասեմ կամ եթե ավելի մեղմ արտահայտենք կամ այդ պիտակներից փորձենք հեռու մնալ այդ ձերբազատվում։ Մենք քաղաքական պայքարը այնտեղ քիչ անտանում։ Հիմնականում այդ ծանոթ բարեկամ ոնց է լինում է որ մարդը գնում է համապետական ընտրությունների ընտրում է քաղաքացիական պայմանագրի կուսակցությանը, բայց թիմ մակարդակում կարող է գնա իր դասարանցում ոնց է ստացվում։ Այդ արխայիկ մոտեցումներ են։ Վարդան Ղուկասյանը եւ ոչ միայն էլ ինքը իրենց դիրքավորում էին կամ դիրքավորում են այսպես հող ու ջրի պահապան, ոչ Հայաստանի թրքացմանը, չգիտեմ, մեր երկիրը, Ռուսաստանը, չգիտեմ, տենց մենք իրար հետ աղբերներով ինչ որ բաներ, հա, եկեղեցին, մեր արժեքները եւ այլն։ Ինչու է օրինակ սովորաբար այս խոսույթը բնորոշ է նաև մեր ձևովին, այս խոսույթը բնորոշ է նույն, չգիտեմ, դաշնակցությանը, որոշ հոգևորականների կամ քաղաքականացված հոգևորականների խմբի, ամեն ինչ քողարկում են այս պսևդո հայրենասիրության տրամաբանության մեջ, բայց երբ որ գալիս է պահը, մեկ էլ տեսնում ես այն բոլոր մարդիկ, ովքեր ավելի շատ են գոռում կամ ավելի բարձր են գոռում դրա մասին, նստած են այդ հայրենասիրության կեղեքման վրա։ Այդ հայրենասիրությունը ուղն ու ծուծով համում է։ Որովհետև ես կարծում եմ մեր մեջ այդ արժեքներն են դեգրադացրել, էլի։ Այս հիմա ինչ են ասում։ Օրինակ ես հիշում եմ մի հատ հարցազրույց 2018 թվականն էր կարծեմ Արսեն Թովոսյանն էր հարցազրույց տալիս այդ նիմադի լրատվականներից մեկով այս հաղորդավար ասում է այտենց բռնությանն է խոսքը գնում է Լուսի Քոչյանի այդ արշավին հետ էր կապված այդ ընտանեկան բռնության թեման ես լրագրող ապշար ասում է ոնց ես չեմ կարող իմ երեխային միակ ապտակեմ ես իմ կնոջը ոնց չեմ կարող իմ կնոջը դաստիարակական ապտակ տամ կնոջը իմ կնոջը Արսեն Թովոսյանը ասում է ոչ ոնց բան խոսեմ դուրս ոչ այսինքն դուք պատկերացնում եք ինչ կարգի է աղճատվել մեր մոտ Հայաստանի հայ ընտանիքում բռնությունը կամ նկատմամբ երեխայի նկատմամբ բռնությունը ազգային արժեք է որովհետև աղճատել են մեր մոտ արժեքները կամ լավ հիշեցրեցիք հենց նոր նայում էի որ ինչ Լիլիթ Աղեկյանը որը քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խոսնակն է թե խորհրդականն է ասում է ես հույսով եմ ասում հարց էին տալիս կալանավորման թեմայով ասում ես հույսով եմ որ չեն կալանավորի հույս ունեմ որ ԵՄ այդ կառույցները դեսպանները բան կարձականքին կվախենա իշխանություն դրանից չեն կալանավորի դուք հասկանում եք հենց որ հարց գործը հասնում է այդ թեմանին իրավունքին չգիտեմ ազատություններին մեկը հիշում եմ որ ԵՄ գործ ունի լավ իմաստով բայց հələ Վարդան Ղուկասյանի մոտ հարցազրույցը դրեք տրիբյուներին էմին հերոտրիպսի մեջ Ջեբեջանի ես ուղղակի ամաչում եմ ցիտեմ թե ինքը ինչ էր ասում եւ դա վերնագիր էր տալիս դե
թե ինչ բարերով ԵՄ-ին անդրադառնում էր որպես գեյ, բայց ավելի վատ բարերով, հայհոյանքներ են չեսնում, ու ԵՄ-ն տենց ցույց էր ներկայացնում էր վատ կոնտեքստում, բացարձակապես վատ կոնտեքստում։ Հենց բայց արդեն եկել իրանց իրավունքները պաշտպանող ժամանակ ԵՄ դեսպաններին են հիշում, ԵՄ կառույցներին են հիշում, վաղը մի հետ կհիշեն, հասկանում եք, այս մարդիկ մեզ բոլորիս Հայաստանի քաղաքացիներին այլ բան են ասում, բայց իրենք երբ որ պետք է լինում, օգտվում են այդ ԵՄ արժեքներից, ազատություններից, то ստեղծած արտադրանքից, նստած իրենց Mercedes-ների մեջ կամ չգիտեմ, պլանշետների ձեռքին, մեզ ինչ արժեքներ են բանալու, ռուսը, չէ՞։ Դե ցավոք մանկապարտեզների թեման է հայտարարությունը։ Ասենք ինչ է նշանակում մանկապարտեզների հողակների աշխատակիցներին դռները փակել տալ, երեխեքին ուղարկել տներով իրենց ասեն եկեք բանը Վարդան Ղուկասյանի հաջողություն Վարդան Ղուկասյանի ակցիայի կամ մարշրուտկաները ավտոբուսները կանգնեցնել վարորդներին գործադուլ արեք եկեք Վարդան Ղուկասյանին աջակցեք կամ կոմունալների աշխատողներին բերել մարդ ոստիկանի կռի դրամաղանի մեջ գցել իրենց լրատվականները նկարել այդ վատ տեսարանները ցուցադրել ամբողջ Գյումրու մասին պատկերը փչացնել է դիտի ինչ հայտարարություն է ասենք դու քանի տխանեք որ մանկապարտեզների հողականներին իրենց վերաբերելի գործերի մեջ եք խառնում Պլեզ վաղը հետաքրքրվելու եմ դենամ այդ ով է այդ հնարանգը տվել Լահաստանում ով է այդ հնարանգը տվել ու ինչ են ենթարկվել այդ մանկապարտեզների տնօրենները Դե հուսանք որ քննչականը դրան էլ կանդրադառնա մանավանդ հաղորդում են ներկայացրել Ղուկասյանի խորհրդականը հայտարարություն արեց հակակոռուպցիոն կոմիտեի մոտ ասաց ինչպես թուրքերը օպերացիա իրականացրեցին Շուշին գրավելու համար Վարդան Ղուկասյանի հետ դուք նույն օպերացիան եք իրականացրել Եվ այսինքն դա չէ իրանց հիմնական բանն է թե կամ ռուսը կամ թուրքը չէ երկիմաստ բան է դնում են ասոցիացիան Թուրքիա ամեն ինչը թուրքը հենց որ ներառնում թուրքը այսինքն դու գնաս կաշառ վերցնես հիմա ով է կներեք էլ եթե ես չեմ ուզում մտնել այդ բանի մեջ ով ավելի թուրք որովհետև դա այլ ճղճին խոսակցություն բայց այսինքն դու գնաս ինքն կաշառ վերցնես բացայան չվախենալով ասենք դու գիտես չէ որ անգամ քաղաքացիական պայմանների կուսակցության անդամներ պաշտոնյաներ ձերբակալվել են, կալանավորվել են, հետապնդվել են օրենքով, տարբեր կոռուպցիոն գործերով։ Հիմա այսինքն դու ինչ ռիսկով ես գնացել կաշառք վերցրել։ Ու այդքանից հետո ինչ պիտի, այսինքն ինչ է նշանակում թուրքի նման եկան բանալից։ Ո՞վ ասում որ թուրքի նման եկան։ Շատ հայավարի մտել են, հայավարից ձերբակալել են, տարել են։ Ու ցանկացած մեկին որ կաշառք վերցրել, պետք է գնա ձերբակալեն, մտցնեն ավտոն, միգուցե նաև օրենքաշտարով տանեն, այ քեզ բան, Ինչ եք կարծում։ Դե նաև այդ ցուցիչներից մեկն է գուցե Վոլոդիա, որ այդպես թուրք գորալով ման են գալիս, հետո վերջում իրենց մի օրենքից դուրս արարքի համար գալի իրենց դուռը թակում են, ասում են տեսեք, ես որ թուրքերին դեմ էի, դրա համար են եկել։ Հենց այդ իրենց դիման են կամ պետք է քաղաքականացնեն ցանկացած բանից առաջ գիտեն չէ որ իրանք մի բան արել են ու գիտեն չէ որ քրեական գործ արածած իրենց կանչում են որպես վկային արձականում մի անգամ եւ այլն նոր քրեական գործ արածում կամ գիտեն չէ որ փաստաթղթեր են կազմում հենց մեկ այդպես բաներին մտնում են քաղաքականություն սկսում են ընտրությունների մասնակցել մեկ է սկսում են քաղաքական հայտարարություններ անել բան ասում ես մարդիկ նոր լավ էր մեկ է երկու ամիս հետո իմանալու ես որ բանը քրեական գործ կա իրան վրա մի 6-7 ամիսա դրա համար իմանալով մտել է քաղաքականություն կամ սկսել է բանը հայրասիրական ճառեր կա բանան ճամարտակել խոսված մեկ հոտ է բայց արդեն Օրվա ընթացքում նաև ռուսական ռոպագանդան էր ակտիվ լուսաբանում տեղի ունեցողը Sputnik Russia Today Սալավյով եւ այլ քարոզչական հնարավորություններ ու բնականաբար այսպիսի շատ հնչեղ ձևակերպումներով որ բնականաբար սա էլի հետապնդում է ու զանգ ստացա ես օրվա ընթացքում Ռուսաստանում գտնվող իմ ծանոթներից մեկից ռուս ծանոթներից մեկից որը հետաքրքրվում էր թե ինչ է կատարվում Հայաստանում այս պահին այնտեղ այնպիսի մի բուրըն տեսարաններով եւ պատմություններով են պատմում Վարդան Ղուկասյանի հետ կատարվողը մի խոսքով
կինո են նկարում ռուսական ռոպագանդայի տրամաբանության մեջ։ Սա եւս ցուցիչ է, չէ՞, այս մարդկանց այնտեղից աջակցությունը կամ պատկերի խեղաթյուրումը հոգուտ այսպիսի շրջանակների։ Ժիրայր, ես արդեն չեմ էլ հասկանում, ես մարդիկ օգնում են ստեղի մեր այս ռուսամետ զանգվածին, թե ավելի շատ վնասում։ Ասենք, հնա դուք ձեզ նայեք, էլի, աշխարհի կողմից մեժված, չգիտեմ, օկուպանտ համարվող, ագրեսոր համարվող, խանութում կոկա-կոլա չկա, հետամնաց կարգավիճակում են։ Իրանք իրենց բանը թողած, այդ խնդիրները թողած, ընկել են Գյումրիի Վարդան Ղուկասյանի կալանավորման հարցով կինոներ են նկարում կամ հաջողություն բանը, ռեպորտաժներ են սարքում, հեսա սալագավական չի իր ռոպագանդիստներին սկսեն դիսկուսիա ծավալել այդ թեմայով եւ այլն։ Ասենք դուք հասկանում եք, չէ՞ որ հիմա գիտեք որ հիմա 2026 թվականի ընտրությունները կա, մենք ասենք սրանք ռուսական ղերգված մարդիկ են, որոնք գալիս են, որոնց նպատակի իշխանության գալը ու Հայաստանի ինքնիշխանության իշխան հերթական անգամ վախեցնում են Ռուսաստանում։ Ասենք Գյումրի ընտրությունների օրինակով էլ ասում էին ժողովուրդ, եթե դուք ձեր տակցանը տալիս եք Մարտուն Գրիգորյանին, Ռուբեն Մխիթարյանին, Կարեն Սիմոնյանին եւ Վարդան Ղուկասյանին, դուք ձեր ծառայել տալիս եք Վարդան Ղուկասյանին, փորձում անալու են իրար։ Ասում են, այս հերթական անգամ խափում են, վախեցնում են Վարդան Ղուկասյանով քաղաքը չենք տալու չգնի, չենք անելու Մարտուն Գրիգորյանին ասում։ Բայց ապացույցներ չէ՞ որ մենք ասում ենք, տենց էլ եղավ։ Այսինքն ասում ենք նախկինն ասում են բախի այդ նախկին ներկայի մեջ բան դիլեմա մեծ արհեստականորեն։ Ասում ենք ռուսական ազդեցության մարդիկ են սրանք ուղղակված տնօրինվող, ուղղորդվող, չգիտեմ, տենց մարդիկ են տենց ուժեր են ասում են բան արհեստականորեն կպցնում եք ռուսական պիտակ ինքնիշխանություն եք ասում, բայց ոչ մի ինքնիշխանություն չկա։ Ասենք, բայց դա փաստ է, չէ՞, մենք չենք հորինում։ Հիմա կարող եք Սպուտնիկի ռեպորտաժները CV-ի պատվաներում ենք նկարում։ Կամ Մարգարիտա Սիմոնյանի բերանը մենք ենք բացում հակում։ Չէ։ Դրանք ապացուցված, ասենք, հիմա էլ ո՞նց ապացուցվի դա։ Կամ դուք չէ, այդքան ժամանակ չհասկացաք, որ դա չի աշխատում։ Ինչքան կարելի է այդքան ապակողական չլինի։ Ու հենց մարդիկ է Սամվել Կարապետյանն, Ռոբերտ Քոչարյանն, Սերժ Սարգսյանը պայքարում են Ռուսաստանի աչքում Երևան, իրանք ավելի ուժեղ են, թող իրանք դիմեն տեխնացու Ռուսաստանի։ Դուք այդ պայքարն ա գնալու 2026 թվականի ընտրությունները, թե ով արիներ Ռուսաստանի սրտի տեխնացուն Հայաստանի ընտրություններում։ Որ փորձեն կրկնել կոմունիստները, ով ավելի շատ ցայն կհավաքի, այդ մարդու շուրջ վերջում լինի կոնսոլիդացիան, վերջում է Վարդանիկի տխուր ճակատագրին արժանանա։ Կամ էլ որ եղեց արժանանա, եթե այդպեսի բախտ վիճակվի իրենց։ Դե ակնհայտ է որ մեր քաղաքացիները դա թույլ չեն տալու, ես չեմ կարծում որ այդպեսի հնարավորություն իրենք ունեն։ Այդ հույսով վերջին ճակատամարտն են տալու։ Վերջին շունչը նետելու են ստեղ։ Դե այդ ուժերի կողմից նաև տրամաբանական է, որ իրենք ուզում են Ռուսաստանի սրտի տեխնացուն լինել, որովհետև հենց այդ շրջանակներն են պնդում, որ ժողովուրդը ով է, որ կա ընտրություն կա, այսպես ասած։ 20 տարի Հայաստանում այդ տրամաբանությունը աշխատել է, որովհետև Ռուսաստանում այդ տրամաբանությունը հիմա էլ աշխատում է։ Այդ 7-8 տարի իրենց ամբողջ այդ պայքարը հետ բերել նախկին բարքերը, որ այնտեղ ասա որ որոշները անգամ ուղիղ այդ մասին հայտարարում են, ասենք Աջապայանը իր բյանով ասում էր որ պետք է մերիտոկրատիա լինի, այս տեխնիկան ինքը դա էր ասում որ կներեք լավ չեմ ուզում տեխնիկան իրենց ակտիվությունը, հա ընդհանուր դիմության, բայց ասում են որ ժողովուրդը չընտրի, որ պետքա մեր բանը էլիտան, հա էլիտանը իրենք են։ Վարդան Ղուկասյանը ուղիղ տեքստով ասում էր բան միութենական պետություն, հետո ասում էր բանը չէ անկախությանը ֆայլով միութենական պետություն, հետո էլ ասում էր որ հանգարց ինձ քննադատի թերքահապատակ շանտաղ է, ասենք էլի թերքահապատակ էլի ինչ բանալին վերջում հայամետ գիրքերից ասում է կաշառք են վերցնում, ասում են ով հանգարց ինձ պատանասի կաշառք վերցնում, ես թերքահապատակ եմ, թուրք է, ով ինձ քննադատի թուրք է, Դե ով կամ ես ձերբակալի թուրք է, ոստիկանին ասեն թուրք։
Հիմա այդ 23 հոգու որ ձերբակալել են ոստիկանների օրինական գործողությունների խոչընդոտելու համար։ Հիմա գնաս, ասենք տնես ինչ են պատասխան տալու։ Դուք ինչի համար եք, պայքարը ինչի համար։ Այդ մարդկանց ես ուղղակի խնդրում եմ, որովհետև այդ մարդկանց էլ են օգտագործում։ Հիմա դուք գիտեք այդ մանկապարտեզների տնօրենները տենց սիրահոժար հակել են մանկապարտեզները ու տենց կոլեկտիվին ուղարկել են Վարդան Ղուկասյանին աջակցելու, չէ։ Գերի են այդ մարդիկ։ Այդ մարդկանց պետք է թրկել են։ Կամ դուք գիտեք վարորդները տենց սիրահոժար գնացել են Վարդան Ղուկասյանին, ահա։ Չէ, բանը կոմունալի աշխատողները որ ավել բանը թողը եկել էին ոստիկանների կռիվ էին անում էկրանների առաջ Վարդան Ղուկասյանին պաշտպանում։ Բացարձակապես ոչ, բայց այդ մարդիկ ուղղակի գերի են, կոպիտ ասած։ Այդ բարքերի, այդ բռնաճնշումների, այդ դուք Վարդանիկի այդ ձայնագրությունը լսել եք, ոնց է հարաբերվում իր ենթակայի հետ։ Ասենք քաղաքի գլխավոր ճարտարապետի հետ նստած հայոյանք հանջես, ոչ թե ընդհանուր հայոյանք տես, հայոյանքը խոսա, այլ ուղիղ հայոյումը դիմացին։ Ուղիղ հայոյումը, ասենք այդ շփման այդ կուլտուրայի մարդն է ինքը։ Կամ մոռացած ձայնագրությունների ընտրությունների ժամանակ որ ասում էր կամ ինձ ընտրել, եթե չընտրեցին, էլի հայոյանքներ։ Այդ խայտարակությունը եւ դրա դա բերողը, դրա ծնողը Սերժ Քոչարյանն է։ Այդ իրաց մակարդակն է, դա իրաց դեպքն է։ Իրանք են ծնել Վարդանիկին ու ուզում են 2026 թվականին էլ այդ կերպարը վերհառնի արդեն համապետական մակարդակով։ Շնորհակալ եմ Վոլոդյան։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Վոլոդիա Հակոբյանն էր։